Արդեն 14 տարի գիշերը հավասարին հաջորդող օրն աշխարհի գլխավոր տոնացույցում հատուկ նշում ունի։ Անտառների միջազգային օրն է։ Վիվան եւ Իմ անտառ Հայաստանը աստղագիտական գարունը մեկնարկում են արդյունավետ ցուցանիշներով։ Լոռու մարզի 3 տարբեր հատվածներում, որտեղ անտառ տնկում էին իրականացրել, հաղթահարվել է սկզբնական աճի փուլը։ Մշտադիտարկման արդյունքները դրական են, կպչողականությունը ցանկալի մակարդակի վրա։ Վիվայի հետ կատարել են 22 թվականին ծառատնկման աշխատանքներ։ Արդեն հուսալի փուլում ենք, որովհետև դժվարությունն անցած է։ Ունենք կպչողականություն, կարծեմ 70-ից 80%, որը շատ լավ արդյունք է։ Ձևավորվող երիտասարդ անտառների առկայությունը կնպաստի օդի մաքրությանը, կլիմայի կարգավորմանը, ջրային պաշարների պահպանությանը, հողի պաշտպանությանն ու կենսաբազմազանության ապահովմանը, կնվազի սելավների, անապատացման, սողանքների, հողի էրոզիայի հավանականությունը։ Անտառ տնկելը 1 տարվա գործ չէ եւ նույնիսկ 5 տարվա գործ չէ, դա իսկապես երկար նվիրում պահանջող, ջանքեր պահանջող աշխատանք է եւ դա պահանջում է բոլորիս մասնակցությունը, բոլորիս համբերությունը, բոլորիս համառությունը եւ բոլորիս հավատը այն գեղեցիկ կանաչ լուսավոր տեսլականի նկատմամբ, որը մենք ունենք։ Իդեպ բոլոր վայրերում օգտագործվել է տեղի բնակչության աշխատուժը։ Իմ անտառ Հայաստան կազմակերպության հիմնական աշխատողների 75%-ը լոռեցիներն են եղել։ Որպես աշխատուժ յուրաքանչյուր սեզոնին համայնքներից հավաքագրել են մինչև 200 աշխատակից։ Մարդ ունել, փայփայ մեզ, խնամը մեզ, լավ առողջությունն էլ, ապրելակերպն էլ, նույնն է ծառնա, խնամես, ինքն էլ կծաղկի, ճյուղեր կտա, բերք կտա։ Մաքուր ենք մնում, օդը ավելի մաքուր է լինում, գեղեցիկ, կարողանում ես առօրյայից կտրվես, գնաս անտառում մի փոքր նստես, հանգստանաս։ Կանաչ մտածողություն, արդեն շուրջ 2 տասնամյակ Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր իրականացնող Վիվայի հետևողական ջանքերը հենց այս նպատակն ունեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։